կյանք չկա առանց Աստծո։ Нету жизни без Бога. Ինքը ոչ թե միայն կյանքն է ստեղծել, Он не только сотворил жизнь, ինքն է կյանքը։ Он и есть жизнь. Ամեն։ Առանց Աստծո կյանքը դրա համար կյանք չի, Без Бога жизнь не жизнь, որովհետև ինքն է кյանքը։ потому что Он и есть жизнь. Դրա համար էլ եկել ենք նրա առջև։ Поэтому пришли перед Ним Ու շնորհակալ ենք այս հնարավորության համար, и благодарны за эту որ возможность, կարող ենք լինել իր տան մեջ։ что мы можем быть в Его доме. Ամեն։ Երանել է այն մարդը, որ գիտակցում է դա։ Блажен тот человек, который осознает это. Եվ ես հավատում եմ, И я верю, որ ով որ Աստծո կարիք ունի, кто нуждается в Боге, Աստված մտցնում է նրան իր տուն։ Бог его приводит в свой дом. Եվ դրա համար ես ու դու էլ պատահական չի, որ հայտնվել ենք այստեղ։ И мы не случайно здесь оказались. Աստված գիտի ինչու ենք մենք այստեղ։ Бог знает, почему мы здесь. Աստված տեսել էր, որ մենք իրան փնտրում ենք, Бог видел, что мы его искали, եւ մի օր նա մեզ գտավ։ и Он однажды нас нашел. Չգիտեմ երբ է քեզ գտել, Не знаю, когда тебя Он нашел, քանի տարի առաջ, сколько лет назад. չգիտեմ կարող է այսօր գտնի քեզ։ Может быть, Он тебя сегодня Եթե найдет, առաջի անգամ ես, если ты впервые. բայց իմացի որ Աստված գիտի քեզ։ Но знаешь, что Бог знает тебя. Եվ փառք Աստծո, որ մենք իր տան մեջ И ենք։ слава Богу, что мы в Его доме. Ամեն։ Եվ գիտեք Տեր Հիսուս Քրիստոսը И Господь Иисус, եկավ այս երկրի վրա и Он пришел на эту землю, իրականացնելու чтобы այն реализовать պրոյեկտը, որի մասին ես նախորդ անգամ խոսում եմ, тот проект, о котором я в тот раз говорил, որ Աստվածային պրոյեկտն է, который есть божественный проект, որը վեր է ամեն պրոյեկտներից, который выше всех проектов, որին չարժեն ոչ մի մարդկային պրոյեկտները, с которым не сравнится никакие человеческие проекты. դա փրկությունն է, Это спасение, որ նա եկավ, որպեսզի փրկությունը կատարվի, что Он пришел, чтобы спасение совершить, որպեսզի ամեն նրան чтобы հավատացողը всякий верующий в Него չկորսվի, այլ փրկվի, не погиб, но спас. այսինքն լինի այդ պրոյեկտի То մեջ, есть был в этом проекте. ամեն, Ամեն։ եւ ոչ միայն լինի, И не только был, այլ նաեւ մասնակից լինի но и այդ был պրոյեկտին, участником, գործի դնի այդ պրոյեկտը чтобы Он задействовал этот проект եւ իրականացնի այդ պրոյեկտը, и реализовал, ավետարանը քարոզելով, проповедуя Евангелие. փրկության ավետարանը։ Спасение. Եվ ացած անգամ ես դրա մասին էի И в խոսում։ прошлый раз я говорил об этом. Գիտեք, բայց երբ որ մենք մտնում ենք Աստծո այդ փրկության մեջ, Но когда мы входим в это спасение, գիտեք, Աստված տվել է արդեն Бог уже փրկությունը։ дал спасение. Մարդը ինքն է որոշում մտնի թե չմտնի։ Человек сам решает, войти или нет. Հաջորդ քայլը սա է, Следующий որ шаг, երբ որ ես ու դու ընդունում ենք когда я это и փրկությունը, принимаем спасение, մենք նաև պետք է մասնակից լինենք Քրիստոսի պրոյեկտին։ мы также должны быть участниками проекта Христа. Հիսուս Քրիստոսը պրոյեկտ ունի այս У երկրի Иисуса վրա։ есть проект на этой земле. Եվ այդ պրոյեկտի մասին եմ այսօր խոսելու, И сегодня я об этом проекте որի буду մասին նա говорить. հրճակեց Աստծո խոսքի մեջ։ То, что Он провозгласил через Свое Слово. Որովհետև սիրելիներս հնարավոր է, որ մարդը ընդունի փրկությունը, Потому что возможно, чтобы человек принял спасение, բայց շարունակի միայն իր պրոյեկտներով եւ իր ծրագրերով ապրի։ но и после этого продолжает жить своими планами, проектами. Լավ է, որ մարդը իր պրոյեկտները ունի։ Хорошо, когда у человека есть свои Լավ проекты. է, որ մարդը իր ծրագիրը ունի, իր Хорошо, что у человека есть свои планы, իր նպատակներն ունի։ цели. Բայց уզում եմ քեզ ասել, Но хочу եթե сказать, մենք уզում ենք իրապես Աստծո հետ լինել если мы хотим быть с Богом եւ նրա փրկության մեջ ապրել, и пребывать в Его спасении, մենք պետք է մասնակից լինենք мы должны быть участниками Հիսուս Քրիստոսի պրոյեկտին։ проекта Христа. Այսպեսով այսօր уզում եմ խոսեմ Քրիստոսի պրոյեկտի Сегодня я մասին։ хочу говорить о проекте Христа. Ու գիտեք ինչն է հարցը, В чем որ вопрос? եթե մենք մեր կյանքը տվել ենք Հիսուսին Если мы свою жизнь отдали Иисусу եւ ընդունել ենք փրկությունը, и приняли спасение, միայն այդպես է փրկությունը ընդունելը։ только так принимается спасение. Եթե ընդունել եմ, Если я принял, ես պետք է մասնակից լինեմ Քրիստոսի я должен պրոյեկտին։ быть участником проекта Христа. Եվ ես ուզում եմ այդ պրոյեկտի մասին Я հիմա хочу կարդալ։ говорить об этом проекте и Դա прочитать. գրված է Մատթեոս 16-ում։ Евангелие от Матфея, 16 глава. Հալելույա։ Այս գլխում Հիսուսը եկավ աշակերտների մոտ եւ ասեց նրանց. В этой главе Иисус пришел к ученикам и сказал: Որպեսով եք դուք ինձ ընդունում։ За кого вы меня почитаете? Նրանք ասեցին, դե ոմանք որպես մարգարե, Некоторые как за пророков, ոմանք ինչ որ ուրիշ մեկի տեղ։ некоторые как за иного. Բայց Պետրոսը ասեց. Но Петр сказал: Դու ես Քրիստոսը, Ты Христос, Աստծո միածին որդին։ Сын живого Бога. Եվ տեսեք 16-րդ ներողություն 18-րդ խոսքում Հիսուսը ինչ ասեց։ Что Иисус сказал в 18 стихе? Ես էլ ասում եմ քեզ, որ дու ես Պետրոսը եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժողքի դռները չեն հաղթի նրան։ И я говорю тебе, ты Петр, и на всем камне я создам церковь мою, и врата ада не одолеют ее. Հալելույա։ Ամեն։ Հիսուսն ասեց. Иисус сказал: Ով որ գիտի թե ես ով եմ, Тот, кто знает, кто я,
Ոչ թե նա միայն փրկություն ունի, Он не только имеет спасение, ասեց ես պրոյեկտ ունեմ։ но он сказал, у меня есть проект. Ես կառուցելու եմ իմ եկեղեցին։ Я построю свою церковь, Եվ դժողքի դռները նրան չեն и հաղթի։ врата ада не одолеют. Գիտեք ինչ է տաքսքիր է, Знаете, что որ այս интересно? մի ասացի մեջ Что в одном сказано, Հիսուսը ասում է ոչ թե իր պրոյեկտը միայն, Иисус не только о своем проекте այլ говорит, նաև խոսում է թե այդ պրոյեկտը ինչ զորություն ունի։ но он и говорит о том, какую силу имеет этот данный проект. Հալելույա։ Ու այդ պրոյեկտի մեջ լինող մարդիկ, И люди, которые в этом проекте, այնպիսի մարդիկ են, որ դժողքը նրանց չի կարող они հաղթել։ таковы, что ад не может их победить. Ուզում եմ քեզ ասել սիրելիս, Хочу сказать тебе, возлюбленный, Քրիստոսի ամենահզոր պրոյեկտը այս երկրի վրա самый сильный проект Христа на земле դա եկեղեցի կառուցելն է, – это строительство церкви, որը нրա տունն է, который есть его дом, որը այնտեղն է, որտեղ որ նրա սուրբերը հավաքվում են, там, где его святые собираются, որտեղ որ նա կբնակվի, там, где он будет որտեղ пребывать, որ նա կփառավորվի где он եւ прославится կորտնի իր и ժողովրդին։ благословит свой народ. Ամեն։ Եվ դժողքը չի կարող հաղթել եկեղեցուն։ И ад не может победить церковь. Եվ դա նշանակում է Եվ դա սիրելիս, означает, որ возлюбленный, եթե ես ու դու այդ պրոյեկտի մեջ ենք Если я и ты в этом եւ проекте նրա եկեղեցու մեջ ենք, и в его церкви, դժողքը չի կարող հաղթել մեզ։ ад не может нас победить. Ես տեսել եմ մարդիկ, Я видел людей, որ ասում են, ես անպայման չի եկեղեցու մեջ которые говорят, լինեմ։ я не обязательно должен быть в Ես церкви. ինքս ինձանով հավատացյալ եմ։ Я сам по себе верующий. Ես չեմ հավատում, որ այդ մարդը հաղթական կյանք ունի, Я не верю, что у этого человека может быть որովհետեւ жизнь եկեղեցուն ա, որ победителя. դժողքը չի հաղթի։ Потому что только церковь не может, ад не может одолеть только церковь. Ես ավելի լավ է հավատամ Հիսուսի ասածին, քան ինչ որ մեկի ասածին։ Лучше я буду верить тому, что Иисус сказал, нежели тому, кто Ինչքան ուզում այդ кто-то մարդը говорит. ասի ես զորավոր եմ, Даже если бы он не говорил, что я բայց եթե силен, մարդը եկեղեցու մեջ է, но если человек в церкви, նա իրապես հաղթական կյանք ունի։ он имеет жизнь Եվ уզում победителя. եմ քեզ ասեմ И սիրելիս, хочу сказать тебе, եթե возлюбленный, դու եկեղեցու մեջ ես, если ты в церкви, եթե дու գիտես քո սիրտը если եկեղեցու ты մեջ знаешь, что է, твое сердце в церкви, չհամաձայնվես պարտվել։ не соглашайся с поражением. Պարտությունը քոնը չի։ Поражение, оно не для Ինչ тебя. հարցում էլ ուզում ա լինի։ В каком бы вопросе ни Ինչ было. հարցում էլ թշնամին հարցակված լինի քո վրա։ И не важно, в каком вопросе враг на тебя, Ինչ հարցում էլ թշնամին враг тебя настиг. ուզենա կործանի քո կյանքի մեջ։ Или враг хочет тебя в чем-то погубить. Երբեք չհամաձայնվես պարտվել։ Никогда не соглашайся Եթե с դու поражением. Աստծո տան մեջ ես, Если ты в Доме Божьем, եթե Քրիստոսի պրոյեկտի մեջ ես, если ты в проекте Христа, դու չես պարտվելու։ ты не проиграешь. Ամեն։ Аминь. Ամեն։ Եվ ինձ հետաքրքիր չի, И мне не важно, թե ինչ իրավիճակներ են։ какие обстоятельства. Ինձ հետաքրքիր է թե Հիսուսն ինչ է ասում։ Мне важно, что Иисус говорит. Խնդրում եմ քեզ, նայի Հիսուսի ասածներին։ Прошу тебя, смотри на то, что Иисус говорит. Դու պարտվողը չես։ Ты не тот, кто Ես անգամ проиграет. կողքինիդ կարող ես նայել ասել դու պարտվողը Ты չես։ можешь посмотреть на ближнего и сказать, ты не Չգիտեմ իր проиграешь. կյանքը թե գիտես թե Я не չգիտես, բայց знаю, ты знаешь его жизнь или не հենց знаешь. ասա դու պարտվողը Но չես։ скажи, ты не из тех, кто проигрывает. Եթե Աստծո տան մեջ ես, Если ты в Доме Божьем. եթե Աստծո տան մեջ ես։ Если ты в Доме Божьем. Ամեն։ Այսօր Աստծո տունը դա եկեղեցին է։ Сегодня Дом Божий это и есть церковь. Գրեք Աստծո սրտի մեջ միշտ էլ եղել է որ իր տունը կառուցվի։ В Божьем сердце всегда было, чтобы его церковь Եթե строилась. ուզում ես իմանալ Աստված իր սրտի մեջ ամենամեծ փափագը որը ունի, Если ты хочешь знать, какая самая большая жажда Бога, նախ եւ առաջ прежде մարդու всего, փրկությունը։ спасение человека. Երկրորդը Второе, Քրիստոսի պրոյեկտը, проект Христа. նրա տունը կառուցվելը։ Создание его Դա дома, նրա строительство ամենամեծ его дома. ցանկությունն է։ Это самое большое его желание. Գիտես, երբ որ ես ասում եմ տուն, Когда я говорю дом, Աստծո տունը Дом Божий, ըստ Աստվածաշնչի, согласно Слову ըստ Божьему, նոր կտակարանի, согласно Новому Завету. դա այն հավաքույթն է, որտեղ հավաքում են Հիսուս Քրիստոսի անունով։ Это то собрание, где собираются во имя Иисуса. Եվ նաև այն տեղերն է, И որտեղ это հավաքվում են։ те места, где Ուզում собираются. է դա այսպեսի շենք լինի, Будь то это такое ուզում է здание տաճար լինի, или храм, միայն թե Հիսուսի անունը փառավորվի այդ։ главное, чтобы имя Иисуса прославилось. Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Փառք Աստծո, որովհետև Слава ոչ Богу. մի շենք Потому что никакое здание առանց հավատացյալների հավաքույթի չի կարող եկեղեցի լինել։ без собрания верующих не может быть церковью. Ոչ մի շենք չի կարող եկեղեցի անվանվել, եթե այդտեղ Հիսուսը չի փառավորվում։ Никакое здание не может называться церковью, если там Иисус не прославляется. Դրա համար Աստծո տունը Поэтому Дом Божий դա եկեղեցին է։ – это церковь. Ամեն։ Եվ Աստված միշտ էլ ուզել է, И Бог всегда хотел, որ իր երեխաները մասնակից լինեն чтобы его дети были եւ իր участниками տունը կառուցեն։ и его дом строили. Կարճ ասած Քրիստոսի պրոյեկտի մեջ լինեն։ Сказать коротко, чтобы они были в проекте Христа. Ուզում եմ սիրելիներս կարդամ Անգե մարգարեությունից։ Хочу прочитать из пророчества Агея. Անգե մարգարեություն, Пророчество Агея դա Սոփոնիայից հետո է, – это после Сафонии. ոմանց Пророчество. համար տարօրինակ օրեր եմ անուններ եմ ասում։ Для кого-то, может быть, это странные имена.
незнакомые. բայց Աստվածաշունչը կարդացողների համար ծանոթ։ Но для тех, кто читает Слово Божие, это знакомо. Անգե մարգարեություն, Пророчество Агеи, առաջի գլուխ, 1 глава, 7-րդ խոսքից։ 7 стиха. Այսպես է ասում Զորաց Տերը. Ձեր ուշադրությունը դարձրեք ձեր ճանապարհներին։ Так говорит Господь Саваоф, обратите сердце ваше на пути ваши. Նախ եւ առաջ Աստված ասում է, Прежде всего Бог говорит, կարճ ասեմ, ուզում ասի, մտածի ոնց ես դու ապրում։ коротко говоря, он хотел сказать, подумай, как ты живешь. Ինչ ընթացք ունի քո կյանքը։ Какое течение у твоей жизни? Ինչով ես դու ապրում։ Чем ты живешь? Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին։ Обратите внимание на свои пути. Մի հատ նայ քո կյանքին։ Посмотри на свою жизнь. Ինչ իմաստ ունի քո կյանքը։ Какой смысл имеет твоя Եվ жизнь? շարունակում է։ И продолжает. Ինչ նկատի ունի Աստված դա ասելով։ Что Бог имеет в виду, когда это говорит? Վեր ելեք սարը եւ փայտ բերեք եւ տունը շինեցեք։ Այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է Տերը։ Взойдите на гору и носите дерево и стройте храм. И я буду благоволить к нему и прославлюсь, говорит Господь. Աստված ասում է, Бог говорит, եթե նայես քո ճանապարհներին, если ты посмотришь на свои пути, իմացի մի բան, знай одно. ես քո կյանքին հավանում եմ, Мне нравится твоя жизнь, եթե դու զբաղված ես նրանով, если ты занят тем, որ ուզում ես փայտ բերես եւ իմ տունը կառուցես։ что хочешь взять дерево, чтобы построить мой дом. Եվ դա ինձ հաճելի է։ И это мне угодно. Աստված պատվիրում է իր տունը կառուցել։ Бог заповедал строить свой дом. Եվ ասում է ես դրան կհավանեմ։ Он говорит, я этому буду благоволить. Ինչ էլ որ դու անում ես այդ պրոյեկտի իրականացնելու համար И սիրելի։ все, что ты делаешь для реализации данного проекта, Իմացի որ Աստված հավանում է դա։ знай, что Бог к этому благоволит, Այստեղ ему нравится. շատ մարդ կա որ այդ պրոյեկտին Здесь մասնակցում է։ много людей, которые участвуют в данном проекте. Ինչ էլ որ անում ես, Что бы ты ни делал, իմացիր ու վստահ եղիր սիրելիս, знай и будь уверен, որ Աստված հավանում է դրան։ Бог благоволит к этому. Եվ նաև նա ասում է ես կփառավորվեմ И դրա также մեջ։ он говорит, я прославлюсь в этом. Աստված ուզում է փառավորվի Бог хочет прославиться նրանց կյանքի մեջ, в жизни тех, ովքեր որ մասնակից են Քրիստոսի պրոյեկտին, кто является участником проекта Христа, ովքեր իրենց սրտի մեջ ունեն Աստծո տունը կառուցելու։ кто в своем сердце имеет желание строить Дом Божий. Եվ իմացի սիրելիս, И знай, եթե դու возлюбленный, մասնակից ես եկեղեցու կառուցմանը, если ты участник строительства церкви, եկեղեցին ես բացատրեցի որն է։ и церковь я объяснил, что есть, Իմացի որ Աստված ուզում է знай, что Бог хочет փառավորվել դրա մեջ, прославиться в этом, փառավորվել քո կյանքում, прославиться в твоей жизни, փառավորվել այդ գործի մեջ։ прославиться в этом деле. Ամեն։ Իրականում գիտեք Աստված փնտրում է В реальности Бог ищет տեսնել մարդիկ, увидеть людей. որոնք Которые- իրականացնում են Քրիստոսի պրոյեկտը։ Они реализуют проект Христа. Ամեն։ Աստված տեսնում է Бог видит բոլորին, всех, տեսնում է քեզ սիրելիս։ видит тебя, Երբ возлюбленный, որ դու մասնակից ես Քրիստոսի պրոյեկտին։ когда ты участник проекта Христа. Հալելույա։ Ինչ ձևով էլ որ մասնակից ես։ И как бы ты ни участвовал, Թե ծառայելով, служа թե քո տաղանդներով, с талантами твоими, թե քո ձեռքերով, руками, может быть, своими, թե քո ֆինանսներով, финансами, թե ինչ էլ որ անում ես Աստծո տան все, համար։ что ты делаешь для Дома Божьего, Ամենափոքր բանն էլ որ դու անում ես даже սիրելիս։ самое малое, что ты делаешь, Իմացի Աստված տեսնում է знай, Бог видит, եւ հավանում է։ и Он благоволит. Գիտես Աստծոն հաճելի է։ Богу нравится, угодно. Դա այն մարդիկ են, ովքեր անտարբեր չեն։ Это те люди, которые не безразличны. Եկեղեցին կկառուցվի թե չի կառուցվի։ Церковь построится или нет. Դա այն մարդիկ են, Это те люди, որոնք ուզում են հաճեցնել Աստծուն։ которые хотят угодить Богу. Լինում է, չէ, որ քո հարազատի համար մի լավ բան ես ուզում անել։ Бывает же, когда ты хочешь для родного человека сделать что-то хорошее. Լինի դա երեխայի համար, ծնողի համար, Для ребенка, ամուսնու համար, родителей, կնոջ համար։ для супруга. Եվ երբ որ դու անում ես, И когда ты делаешь, ասա որ ներսդ մի հատ զգացմունք կա, и внутри такое чувство, որ ուրախանում ես, որ իրան հաճեցրիր։ что ты радуешься тому, что ты ему угодил. Օրինակ ծնողը երեխայի համար մի բան է առնում, То есть родитель, например, для ребенка что-то покупает ու հերվից նայում է թե երեխան ոնց է ուրախանում и դրանով։ смотрит со стороны, как ребенок этому радуется. Կամ ծնողի համար մի բան է անում, Или он делает что-то для ու իր родителя, սրտի մեջ ուրախանում է, որ իր ծնողը дրանով ուրախացավ։ и он в своем сердце радуется тому, что его родитель радуется этому. Կամ ապրում է այնպիսի կյանքով, Или живет такой որ жизнью, տեսնում է իր ծնողները հպարտանում են իրանով։ что он видит, что его родители, они гордятся им.
որովհետև ինքը հաճեցնում է իր ծնողներին։ потому что он угождает своим родителям. Գիտես կամ մի իրավիճակ, Есть такое որ երբ որ состояние, ոչ թե դու գիտես, որ մասնակից է պետք լինել когда ты не только знаешь, что нужно быть участником եկեղեցու կառույցին, в строительстве церкви, եկեղեցու բարձրանալուն, чтобы церковь այլ поднималась, դու հաճույք ես ստանում դրան։ но ты просто получаешь Եվ наслаждение. գիտես, որ Աստված հավանում է դա։ И ты знаешь, что Богу это Դու գիտես, нравится. որ հաճույք ես պատճառում Աստծուն։ И что это Богу приносит Ուզում удовольствие. եմ քեզ ասեմ, սիրելիս։ Хочу сказать тебе, Եթե դու возлюбленный, մասնակից ես Քրիստոսի если պրոյեկտին, ты участник проекта Христа, իմացի, որ Աստծուն դու հաճույք ես պատճառում։ знай, что ты Богу тем самым приносишь удовольствие. Ամեն, Аминь. ամեն։ Դա ավելի բարձր մակարդակ է։ Это больше Աստծո պրոյեկտին, Քրիստոսի պրոյեկտին մասնակցելու, участвовать в проекте որ երբ Христа, որ ոչ թե դու միայն когда գիտես, ты не просто только այլ знаешь, դու գիտակցում ես, но ты որ осознаешь, Աստծուն հաճույք ես что պատճառում։ ты Богу тем самым приносишь Ես շատ удовольствие. մարդիկ գիտեմ Я սիրելիներ, знаю много людей, որոնք գիտեք ինչ որ բան անում են Աստծո которые когда տան что-то համար, делают для Дома Божьего, եւ иրանց ներսում իրանք երջանիկ են и они դրանից։ счастливы просто внутри себя. Հալելույա։ Հալելույա։ Դա երջանկություն է։ Это радость, счастье. Ամեն։ Ես մի ընկեր ունեմ, У меня есть один друг, նրան միտեղ հովության էին դրել։ его поставили быть Նա пастором в одном տարիներով месте. այնտեղ հովիվ էր։ Он годы был там пастором, Եվ հետո եկեղեցու շենքը շինեց и он построил здание церкви եւ այդտեղից գնաց։ и ушел оттуда. Ես շենքի բացմանը Во время открытия ինքը здания բանալիները տվեց նոր հովվին, որը իրանից հետո հովություն պետք է он անի։ ключи отдал новому пастору, который должен был после него Եվ նա պատմում ասում է մարդիկ служить կային, там. И были там люди, он ասում են рассказывал, այդքան սարքեցի ու հետո գնացիր այդտեղից։ и говорили, ты столько строил, потом ушел оттуда. Գիտես նա ասում է, Он сказал, նրանք չեն հասկանում, они не понимают, թե որքան երջանիկ եմ ես насколько я счастлив. եւ նշանակություն չունի ես այդտեղ եմ թե այդտեղ չեմ։ И не имеет значения, я там или не там. Կարևորը Աստված է այնտեղ։ Главное, что Бог там. Ամեն։ Ամեն։ Գիտեք դա հաճույք է, Это удовольствие. երբ որ դու Աստծո տան համար ինչ որ բան ես անում։ Когда ты для Дома Божьего что-то Եվ делаешь. շատերը այդ հաճույքը զգացել եք ձեր մեջ։ И многие чувствовали это удовольствие внутри себя. Ամեն։ Ամեն։ Եվ դա մարդու անձնական որոշումն է։ И это решение человека. Այդ հաճույքը ունենա իր կյանքի մեջ թե ոչ։ Иметь это удовольствие или нет. Դա պարտականություն չի, Это не դա обязательно, обязанность. երջանկություն է սերմես, Это счастье. որովհետև դու հաճեցնում ես մեկին, որը երկնքի ու երկրի տիրակալն է։ Потому что ты угождаешь тому, кто является Господом неба и земли. Ինչու եմ այսպես ասում։ Потому что, почему я так говорю? Որովհետև անգե մարգարեության մեջ ասում է ես կհավանեմ դա։ Потому что в пророчестве Агея Бог говорит, я благоволю к этому. Մի ուրիշ թարգմանության մեջ գրված է Աստված կհաճենա դրան։ В другом переводе написано, что Бог Насладится։ насладится этим. Ամեն։ Ամեն։ Պատկերացնում ես ինչ որ բան անում ես Աստծո տան համար։ Представляешь, ты что-то делаешь для Дома Божьего, Աստված հաճույք է ստանում и դրան։ Бог получает удовольствие. Հիշի քո Наслаждается. հարազատին ոնց ես հաճույք պատճառել։ Вспомни, как ты угождал своему ближнему, Ինչ որ բան ես արել что-то делал, եւ նա հավանել է։ и он это принял. Կամ մեկին որ տանում ես նվեր ես տալի, ինչքան ուրախանում ես, չէ՞ որ հավանում է այդ նվերը։ Или когда ты кому-то даришь подарок, насколько ты радуешься, что он ценит это, радуется. Ինչ լավ զգացմունք է, չէ՞։ Какое хорошее это чувство. Առավել եւս И սիրելիներ։ тем более, Թող այդ հաճույքը մեր մեջ լինի, երբ որ գիտենք, որ Աստված է հաճենում։ пусть эта радость будет в нас, когда мы понимаем, что Бог этому радуется. Եվ գիտես միաժամանակ կարող եմ ասել, И также смогу сказать, երբեք չեմ ուզենա ինձ զրկեմ այդ հաճույքից։ не хотел бы, чтобы я когда-либо себя лишил этого Ինչ удовольствия. էլ ուզում է լինի, Что бы ни случилось, դա մի ուրիշ հաճույք է։ это другое удовольствие. Նայեք, ավելի ուրիշ մակարդակ կա И есть еще другой уровень. Քրիստոսի պրոյեկտին մասնակից լինելու։ Участвовать в проекте Христа. Անգե մարգարեության այդ նույն առաջի գլխում В той же главе 1, 14-րդ խոսքում ասում է. 14 стихе говорит, Եվ Տերը զարթեցրեց Հուդայի իշխան Սաղաթիելյան Զորաբաբելի հոգին եւ մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին եւ գնացին ու գործեցին իրանց զորած Տեր Աստծո տանը։ и возбудил Господь дух Зарававеля, сына Салафиилева, правителя Иудеи, и дух Иисуса, сына Иосседекова, великого иерея, и дух всего остатка народа. И они пришли и стали производить работы в доме Господа Саваофа, Бога своего.
Սա արդեն ուրիշ մակարդակ Это уже է другой уровень. Քրիստոսի պրոյեկտին մասնակից լինելու։ Когда ты участвуешь в проекте Христа. Սա այն պահն է, Это тот որ момент, երբ որ քեզ ոչ թե մարդիկ են ողքեվորում, когда не люди тебя ոչ вдохновляют, թե դու ինչ որ ընթացքի մեջ ես ողքեվորված Աստծո տան համար բան անելու, когда ты не в каком-то течении просто вдохновился что-то делать для Дома այլ Божьего, Աստծո հոգին է քո մեջ բարձրացրել այդ ցանկությունը։ но Дух Божий в тебе поднял это желание. Եվ դու գիտես ով է քո մեջ И բարձրացրել ты այդ знаешь, ցանկությունը։ кто в тебе это желание возбудил. Քեզ համար տարբերություն չկա ով կանի, ով չի անի։ И для тебя нет значения, кто сделает или нет. Քո Աստծո համար անելու համար չի նշանակություն չունի թե ով ինչքան է անում, Для Бога не важно, кто сколько делает, որ դու էլ այդքան անես։ чтобы и ты столько же Քո մեջ делал. Աստծո հոգին է дնում դու ինչ անես։ В тебе Дух Божий вкладывает, что тебе лично делать. Դա երանելություն է Это սիրելիներս։ блаженство. Դա կյանք է, Это жизнь, որը գալիս է Աստծոց։ которая приходит от Бога. Գիտես Աստծո խոսքը Իզուս չի սա ասում։ Слово Божие не зря это Որ говорит. երբ որ Աստված կոչ էր անում Աստծո տունը կառուցեն, Когда Бог делал призыв, чтобы Дом Божий строили, նա պատրաստ էր իր հոգով գործելու այդ մարդկանց մեջ։ Он был готов своим духом действовать в этих Եվ людях. ասում է, այս ինչ մարդկանց եւ ամբողջ ժողովրդի հոգին նա բարձացեց եւ նրանք գնացին գործ արեցին Աստծո տան մեջ։ И Он говорит, Он поднял, возбудил дух в некоторых людях и среди всего народа, чтобы они делали что-то в Доме Божьем. Այդպիսի մարդիկ И такие люди երբեք չեն թուլանում, никогда не ослабевают, որպեսզի Աստծո տան գործ անեն։ чтобы делать дело Божье, Ծառայեն Աստծո տան մեջ, служить в Доме Божьем, կառուցեն Աստծո տունը։ строить Дом Божий. Ամեն։ Аминь. Փառք Աստծո։ Слава Господу. Ինքն է զարթնեցնում մեր հոգին սիրելիս, Он пробуждает наш дух, որպեսզի մենք Աստծո տունը կառուցենք։ чтобы мы строили Дом Божий. Գնես լի եղել է ինձ ասել են։ Бывало, мне говорили. Մի մարդ կար ասում էր Один человек мне говорил, 10 տարի առաջ այս եկեղեցում էի, я 10 лет назад был в этой церкви, այս ինչ մարդը մի եղբոր անուն է и տալիս։ он дает имя одного брата. Ասում է ջերմերան ծառայում էր Он Աստծո։ говорит, он так горячо служил Богу. Ասում է այսքան ժամանակ չեմ եկել եկեղեցի։ И во столько времени я не ходил в церковь. 10 տարի հետո եկել եմ։ 10 лет прошло, я пришел, Էլի ծառայում է։ и он также служит. Ասում է ինչ է գտել դրա մեջ։ И он говорит, что он нашел в этом? Ասեցի նույն բանը ինչ որ ես եմ գտել։ Я сказал то же самое, что я нашел. Որ Աստծո տունը կառուցել է պետք։ Что Дом Божий нужно строить. Գիտես 10 տարի գնացել է ինքը իր կյանքով ապրել Он է։ 10 лет жил своей жизнью. Հիմա եկել է տեսել այս մարդիկ էլի ծառայում են Աստծո։ Теперь пришел, увидел, что эти люди Նույն снова համար служат. զարմանք է։ И для него это удивление. Ինչն է սրանց շարժում։ Что ими движет? Սիրելի շատերը կզարմանան։ Многие удивятся. Թե ինչու ես դու Աստծո տան համար անում։ Почему ты делаешь для Дома Բայց դու Божьего? գիտես ով է քո հոգին Но բարձրացրել, ты знаешь, кто արտնացրել, твой дух возбудил, որ гնաս եւ նրա пробудил, տան համար чтобы գործես։ ты делал что-то для его дома. Հալելույա։ Եվ դա ավելի կարևոր И է, это քան важнее, այս կյանքը, нежели эта жизнь. որովհետեւ կյանքը նրանից է։ Потому что жизнь от него. Եվ նա այդ բարձրացնելով քո մեջ կյանք է դնում քո մեջ։ И он вкладывает эту жизнь внутри нас. Ես տեսել եմ մի И բան, я видел որ нечто, երբ որ մարդիկ միայն իրանց պրոյեկտներով են ապրում, когда люди живут только своими проектами. այդ իրանց պրոյեկտները իրանց կյանք չի տալիս։ Эти проекты, они не дают им жизнь. Ժամանակավոր ուրախություն այո տալիս։ Временную радость, да, дают. Փառք Աստծո, Слава Богу այդ հնարավորությունների за համար։ эти возможности. Բայց երբ որ այդ մարդը Но когда этот իր человек, պրոյեկտների հետ միասին он вместе со своими իր проектами, հոգին արտնացած է Աստծո տան համար անում, его дух пробудился для Дома Божьего. նա կյանք է ստանում Он դրանից։ получает жизнь. Երեք ես մի տղայի հետ էի, Я вчера был с одним парнем. ամբողջ օրը ճանապարհ էին գնում, Мы целый день с ним были в пути. Աստծո տան գործերով։ Делами Божьими Եվ նա занимались. գրեթե ամբողջ ճանապարհը հեռախոսով խոսեց։ И он почти всю дорогу говорил по телефону. Եվ գնալուց եւ հետ գալուց։ И туда, и обратно. Եվ ես իր գործերով էր խոսում։ И он говорил по делам. Գիտես մի պահ դադարեց, В один момент он остановился ասես գիտես ինչ կա։ и сказал, знаешь, что есть? Մի բան եմ ուզում քեզ ասեմ։ Хочу сказать тебе кое-что. Այսքան զբաղված եմ, Я настолько занят. իսկ կներես որ քեզ հետ քիչ խոսեց։ Извини, что я с тобой мало говорил. Շատ կուզեի խոսել։ Я очень хотел бы Ասում եմ, բայց говорить. այս պրոյեկտները իրականացնում եմ։ Он говорит, но я эти проекты реализую. Այս բառով էլ ասեց։ Он так и сказал. Այս բոլոր պրոյեկտները Все эти իրականացնում եմ։ проекты я реализую. Ասում եմ, իմ մոտ երկու բան ա դրված։ Во мне есть две вещи, Ամեն которые անգամ երբ որ вложены. հաշվից վրա գալիս է գումարը, Каждый раз, когда приходят деньги на ես счет, դա հենց երեք ա եղել։ это вчера было. Ասում եմ, երբ որ գալիս է գումարը, Он говорит, каждый раз, когда приходят երկու финансы, կարևոր բան մի անգամից եմ անում։ две важные вещи я делаю сразу. Առաջինը Первое, հարկերն եմ ուծում, плачу налоги. երկրորդը եկեղեցին է։ Второе, это церковь. Մի անգամից եկեղեցու գումարն եմ ուղարկում։ И второе, сразу отправляю деньги Այն ինչ որ իմ տասանորդն է։
десятину свою. Ես ասում եմ, այ քեզ սկզբունք։ Я говорю, вот тебе принцип. Գիտես ինչ ասեց։ Знаете, что он Ասեց сказал? դրանից հետո Говорит, после этого հանգիստ ծախսում եմ փողերս։ После этого спокойно трачу свои деньги. Ես նրան բան չասեցի։ Я ему ничего не сказал. Ես չասեցի, որ այսօր ես դրա մասին եմ խոսում։ Я не говорил, что сегодня об этом буду Բայց ես говорить. գիտեմ մի բան, Но я знаю одно. որ դա գործում է։ Это Ու ես действует. տեսնում եմ ինչքան է նա օրհնված։ Я вижу, насколько он благословлен. Ամեն։ Ամեն։ Դրա մեջ օրհնություն կա В этом սիրելի։ есть Եվ դրա благословение. մեջ կյանք կա։ И в этом есть жизнь. Ամենամեծ բանը, որ ես տեսա այդ տղայի մեջ, И самое большое, что я увидел в этом ոչ թե այն, парне, որ նա բարգավաճում է, не то, что он процветает, որը լավ է, փառք Աստծո։ что это что это хорошо, Նրա մեջ слава Богу. կյանք կա։ В нем есть Որ жизнь. նրա համար առաջնահերթ եկեղեցին է։ Что для него в первую очередь церковь. Ամեն։ Եվ Аминь. իհարկե հարկերն էլ է И, տալիս, конечно, он налоги платит. որ մաքուր լինի այս պետության առաջ։ Чтобы быть чистым перед этим государством. Ո՞վ է նրան արտնացրել դա։ Кто в нем это пробудил? Աստծո հոգին։ Дух Божий. Հովիվը չի ասել։ Не пастор, Կինը չի համոզել։ не жена уговорила. Ոչ մեկը։ Никто. Աստծո հոգին է նրա Дух Божий. հոգին արտնացրել։ Дух Божий в нем это пробудил. Դա մի ուրիշ մակարդակ է Это սիրելի։ другой уровень. Երբ որ Աստված քո ներսը շարժում է, Когда Бог внутри тебя все двигает. Աստծո տունը առաջնահերթ տնել։ И чтобы Дом Божий был в первую очередь. Որովհետև Потому что դա նրա տունն է, ումից կախված է մեր բոլոր օրհնությունները։ это дом того, от которого зависит все наше Եվ благословение. այդ օրհնության ամենակարևոր бանը սա է։ И самое большое в этом Մեր благословении ներսի կյանքը, – это жизнь, которая внутри որ нас, նա տվել է մեզ։ которую Он дал нам. Ամեն, փառք Աստծո։ Слава Богу. Առաջի Կորինթացիս 1 Коринфянам. մի ուրիշ մակարդակի մասին էլ եմ ուզում խոսել։ И также хочу говорить еще об одном уровне. Քրիստոսի պրոյեկտին մասնակից լինելու։ В том, чтобы быть участниками проекта Христа. Առաջի Կորինթացիս 3:9 1 Коринфянам 3:9. Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք Աստծո մշակությունը, Աստծո շինվածքն եք։ Ибо мы соработники у Бога, а вы Божья нива, Божье строение. Սա այն մակարդակն է, Это тот уровень, երբ որ դու գիտակցում ես, когда ты осознаешь, թե ում հետ ես գործով, с кем ты работаешь, ում գործակիցն ես դու։ чей ты Չէ՞ որ соработник. ինչ որ մեկի հետ որ գործակից ես, Ведь когда ты с кем-то работаешь, դրանից կախված են քո եկամուտները, от него зависит твоя прибыль, դրանից կախված է քո от հաջողությունը։ этого зависит твоя удача, Ամեն մարդու успех. հետ հո գործի չես մտնի։ Ведь не с каждым человеком ты будешь Դու работать. գիտես ում հետ գործի Ты մտնես, знаешь, с кем работать, որ դու հաջողվես։ чтобы иметь Դու успех. գիտես ում հետ գործի մտնես, որ հնարավորություններ լինի։ Ты знаешь, с кем войти в работу, чтобы Եվ были դու գիտես ում возможности. հետ որ գործի ես մտեն, դրանից կախված է թե որքան դու եկամուտներ И կունենաս։ ты знаешь, что с тем, с кем ты работаешь, у тебя будет прибыль. Ես երանելի ենք ես ու դու։ Блаженный я и ты. Երբ որ գիտենք, Когда мы знаем, որ մենք Աստծո հետ ենք что мы գործակիցներ։ с Богом работаем. Եվ ասում է այդ գործը նա է, որ շինվեք դուք։ И он говорит, это дело, чтобы вы строились. Ես ձեզ ասեմ И սիրելիներս, скажу вам, նա ով возлюбленные, որ Աստծո տունը կառուցում է, тот, кто строит Дом Божий, ինքն էլ է շինվում։ он сам строит свою Ինքն жизнь. էլ է շինվում։ Он сам тоже Իր կյանքը строится. շինվում է։ Его жизнь Իր строится. անձը շինվում է։ Его Իր сущность մտածելակերպը строится. Его շինվում мышление է։ строится. Նրա ճանապարհները շինվում Его են։ пути строятся. Ինչու՞ չէ, աշխատանքներն էլ են շինվում։ И его работа Նրա строится. հարաբերություններն են շինվում։ Его отношения строятся. Մենք գործակից ենք Աստծո հետ։ Мы соработники с Դրա Богом. համար էլ մեր կյանքը պետք է շինվի, ոչ թե Поэтому քանդվի։ наша жизнь должна строиться, а не Ուզում разрушаться. եմ քեզ ասեմ սիրելիս։ Хочу сказать вам, Եթե դու возлюбленный, Աստծո տան գործակից ես, если ты соработник в Доме Божьем, Աստծո գործակիցն ես, если ты Божий соработник, չհամաձայնվես, որ քո կյանքում ինչ-որ бан քանդվի։ не согласись с тем, чтобы в твоей жизни что-то Կանգնի Աստծո разрушалось. առջև Встань перед եւ ասա՝ Богом Տեր, ես քո и скажи: գործակիցն եմ։ Господь, я твой Եվ ասել ես, որ соработник. ես քո մշակությունն ու շինվածն եմ։ И ты говорил, что я твое строение и твоя нива. Այս ինչ որ քանդվում է շինի։ То, что разрушается, строй. Աշխատանքդ քանդվում, ասա՝ Տեր շինի, ես քո Если գործակիցն եմ։ твоя работа, она разрушается, скажи: Господь, устрой, потому что я твой соработник. քանդվում, ասա՝ Տեր շինի, ես քո Отношения գործակիցն в եմ։ доме разрушается, скажи: Господь, устрой, потому что я твой соработник. Ամեն, ամեն։ Ամին։ Գիտես սատանայի նպատակն է քանդելու։ Цель дьявола разрушить. Ես քեզ կասեմ, նրա մոտ ստացվում Я է։ тебе скажу, у него получается. Նրանց կյանքի մեջ ովքեր Աստծո տան շինությանը չեն մասնակցում։ Те, кто не участвует в строении Дома Եվ Божьего. նա իրավունք ունի քանդելու։ И у него есть право
разрушить. Ասեմ քեզ ինչու, Скажу тебе почему. որովհետև Հիսուսն ասեց, Потому что Иисус որ сказал, եկեղեցուն ա որ դժողքի դռները չեն հաղթի։ церкви врата ада не Բայց одолеют. եթե դու մասնակից ես Աստծո եկեղեցու շինությանը, Но если ты участник в строительстве Дома քո Божьего, տաղանդով, քո ծառայությունով, քո твоими ֆինանսներով, եւ ինչ талантами, որ լինի, финансами, служениями, чем бы ни было, քո երեխաներով, твоими детьми, այսպես ասած, քո եղած չեղածով, сказать другими словами, всем, чем ты имеешь, դու իրավունք владеешь. ունես ասելու, Ты имеешь право Սատանա сказать, դու իրավունք չունես իմ կյանքը քանդես։ дьявол, ты не имеешь права губить мою жизнь. Դու իրավունք չունես իմ ընտանիքը քանդես։ Ты не имеешь права губить мою Իրավունք չունես իմ семью. ունեցվածքը գողանաս։ Ты не имеешь права красть мое Իրավունք имущество. չունես իմ աշխատանքը Ты не քանդես։ имеешь права красть мою работу. Եվ իրավունք չունես իմ առողջությունն էլ քանդել։ И не имеешь права разрушать мое здоровье. Ամեն։ Ամեն սիրելիներս։ Аминь. Աստված գիտի քեզ սիրելիս։ Бог знает тебя, Աստված возлюбленный. գիտի թե ինչքան դու մասնակից ես Աստծո տանը։ Бог знает, насколько ты соучастник в Его Եվ доме. ես քեզ կասեմ, Я скажу тебе, Սատանան էլ նայում է եւ ասում Бог, է, дьявол смотрит и говорит, սրան պահող Աստված է։ его держит Бог. Սրա շինությունը պահող Աստված է։ Его строение держит Бог. Փառք Աստծո դրա համար։ Слава սիրելիներս։ Господу за это. Հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ։ Следующее, что я хочу Առաջին сказать, Կորինթացիս 4:2-ում 1 Коринфянам 4:2. Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի։ От домостроителей же требуется, чтобы каждый оказался верным. Ռուսերենում ավելի լավ է գրված տուն շինողների համար В русском переводе հավատարմությունն է как раз и կարևոր։ говорится, что для строителей Дома Божьего нужна верность. Սա գիտես որ մակարդակն է, Что это за уровень? որ ոչ թե դու ժամանակավոր ես Աստծո եկեղեցու մեջ կառուցին Ты не մասնակից։ просто временно участвуешь в строительстве Дома Դու Божьего. հավատարիմ ես, որ մինչև կյանքի վերջել մասնակից ես լինելու։ Ты верен, и что до конца жизни ты будешь участвовать. Որ քաղաքում էլ լինես, В каком бы городе ни был, անգամ ուր էլ տեղափոխվես, куда бы ты ни переехал, դու լինելու ես եկեղեցու մեջ, ты будешь в церкви. եւ дու եկեղեցու կառուցին մասնակից ես И ты լինելու։ будешь участвовать в строительстве Дома Այստեղ կան Божьего. մարդիկ, որ ուրիշ տեղերից եկել են, И здесь есть люди, которые приехали из других ուրիշ мест, քաղաքներից, из других городов. գիտես ու երանելի ես դու И ты սիրելիս։ блаженный человек, Երբ որ դու հավատարիմ ես когда ты верен, Աստծո տան կառուցին մասնակից Стра- լինելու։ будучи в строительстве Дома Սա Божьего. մի մակարդակ ասելիս, Это уровень, որ երբ որ այս ձևի մարդկանց, когда к таким людям, երբ որ տեսնում են իրանք եկեղեցում չկան, когда видишь, что таких людей нет в церкви, տեսնում են որ ինչ որ բան պակաս է։ видишь, что что-то, чего-то не хватает. Թող ես ու դու լինենք մարդիկ Пусть սիրելիս։ я и ты будем Ոչ թե людьми, միայն այստեղի կանգնողները, не те только, кто стоят այլ здесь, բոլորս но все мы լինենք մարդիկ, будем людьми, որ մեզանից եթե գոնե մեկը չլինի что այստեղ, когда если хотя бы один из нас не будет здесь, դե մարդիկ նկատեն որ ինչ որ люди բան увидят պակաս и է։ скажут, что что-то, чего-то не хватает. Ամեն, Аминь. ամեն։ Եվ այդպես էլ կա։ И так и есть. Կարևորը դու քեզ տեսնես այդպես սիրելիս։ Главное, чтобы ты себя так видел, Հավատարիմ լինելով будучи верным Աստծո տան կառուցին։ в строительстве Дома Божьего. Գիտես այսպեսի մարդիկ, Такие люди, ինչ վիճակ էլ լինի, какие бы ситуации ни были, միշտ փնտրում են էլ ինչ ձևով կարող են մասնակից լինել։ всегда ищут, как бы еще участвовать. Ես տեսել եմ մարդիկ, Я видел людей, որոնք անգամ իրանց ծանր վիճակի մեջ которые даже в своей трудной ситуации, էլի փնտրում են, էլ ինչպես կարող են եկեղեցու ընթացքին մասնակից լինել։ они ищут, как можно быть участниками в Доме Божьем. Եվ ես ասում եմ քեզ Я սիրելիս, скажу тебе, возлюбленный, Աստված հավատարիմ է։ Бог верен. Եթե դու հավատարիմ ես, Если ты верен, Աստված առավել եւս Бог հավատարիմ է։ тем более верен. Եվ դու կտեսնես նրա փառքը։ И ты սիրելիս։ увидишь Его славу. Ամեն, Аминь. ամեն։ Аминь. Եվս մի ուրիշ մակարդակ կա։ Еще один уровень есть. Քրիստոսի պրոյեկտին մասնակցելու Участвую в проекте Христа. Եբրայեցիս 3-րդ գլխում ագրված։ Евреям 3 глава. Հինգերորդ խոսքից կարդամ։ С 5 стиха буду читать. Եվ Մովսեսը հավատարիմ է բոլոր տան մեջ ինչպես ծառա, այն ասվելու բաների վրա լինելու համար։ И Моисей верен во всем доме его, как служитель для свидетельствования того, что надлежало возвестить. Բայց Քրիստոսն ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք։ А Христос, как сын в доме его, дом же его мы. Աստծո խոսքն ասում է, Слово Божье говорит, Մովսեսը Աստծո տան մեջ ծառա էր, Моисей был служителем в доме Божьем, եւ նա հավատարիմ и էր։ он был верным. Բայց ասում է հիմա Но, говорит, сейчас Քրիստոսի տան մեջ, в доме Христа, Քրիստոսի պրոյեկտի մեջ в проекте Христа, մենք ենք նրա տունը։ мы его дом. Պատկերացնում ես ռելես դու նրա տունն ես։ Представляешь, ты его дом.
Դա քեզ վերաբերվում ասել։ Это к тебе относится. Եթե դու Աստծո տան մեջ ես, Если ты в Доме Божьем, Աստված քեզ տեսնում է, որ դու Бог իր видит тебя. իր տան մասնիկն ես։ как частью своего дома, Ոչ թե կողքից, ինչ որ не со стороны, ինչ որ մասնակից, не участник, ինչ որ մի բան անող, не то, кто что-то делает, ժամանակավոր ինչ որ բան անող, временно делающий. ոչ թե Աստծո ողջևորված ինչ որ մի բան անող անգամ, Не тот, кто просто вдохновляется и что-то в моменте այլ делает. դու այդ տան քարերից մեկն ես, Но ты один из этих камней этого дома. որ առանց այդ քարի Что без этого камня թերիա Աստծո տան տեսքը։ вид, он неполноценен. Вид Дома Божьего. Դու տեսնում ես քեզ մի մարդ, Ты видишь себя человеком, որ դու այդ Աստծո տան մասնիկն ես։ который является частью Дома Դա Божьего. գիտես ինչ է նշանակում։ Знаешь, что это означает? Դու այսպեսի զգացողություն ունես У тебя есть ներսդ, такое чувство внутри. որ ոնց կլինի դու Աստծո տան մեջ չլինես։ Как может быть, чтобы ты не был в Доме Ոնց Божьем? կլինի, որ դու Աստծո եկեղեցու կառույցին մասնակից չլինես։ Как может быть, чтобы ты не был участником в строительстве Дома Եվ Божьего? դու ոչ թե հարցնում ես դա, И ты не այլ спрашиваешь, դու հարցնելով գիտես, որ հնարավոր չի այդպես։ но спрашивая, ты понимаешь, что это невозможно. Հնարավոր չի, որ դու մասնակից չլինես։ Невозможно, чтобы ты не был участником. Ոչ մի բան չի կարող դրան խանգարել։ Ничего этому не помешает. Ամեն։ Аминь. Եվ այստեղ շատ այդպիսի մարդիկ կան։ И здесь много таких людей. Դրա համար էլ այս եկեղեցին կա։ Поэтому эта церковь, она Ուզում եմ есть. քեզ ասեմ սիրելիս, Хочу сказать, возлюбленный, դու Աստծո տան ոչ թե ծառա ես։ ты не просто слуга в Доме Божьем, Աստծո служитель. խոսքն ասում է, Слово Божье говорит, Քրիստոսի պրոյեկտին մասնակիցները իրանք են Աստծո տունը։ участники проекта Христа, они и есть Дом Божий. Երբ որ դու Когда ты ոչ թե միայն мտածում ես, էլ ինչ կարող ես не անել։ просто думаешь, что еще можно сделать, Դու գիտես, ты знаешь, որ այդ տան քարն ես։ что ты камень в этом доме. Առանց այդ քարի Без этого камня կառույցը չի կարող բարձրանալ ավելի։ строение, оно не может подниматься. Կառույցը ինչ որ միտեղ կաղում է, И это строение, оно где-то хромает. եւ այստեղ կան այդպիսի И մարդիկ։ здесь есть такие люди. Ուզում եմ քեզ ասեմ սիրելի։ Хочу сказать, возлюбленный, Այդպիսի մարդիկ միայն բեմի վրա չեն и կանգնում։ такие люди, это не только на сцене. Այդպիսի մարդիկ նախ եւ առաջ այստեղ են։ Такие люди, они прежде всего здесь. Եվ Աստված նրանց կօգտագործի։ И Бог их будет Դες այստեղ использовать. մարդիկ կան, նրանք Здесь есть люди- չերևացող են բեմից, Которые их не видно на сцене. բայց նրանց միջոցով շատ մարդ է եկել այստեղ, Но через них многие пришли. որովհետեւ նրանք այս տան կառույցը պահողներից մեկն են։ Потому что они одни из тех, кто держит строение этого дома. Այստեղ մարդիկ կան, որ այս բեմի վրա չեն երևում, Здесь есть люди, которые их не видно на сцене. բայց եթե նրանք առավոտյան շուտ չգան, այստեղ ոչ մի բան չի լինի։ Но если они рано утром не придут, здесь ничего не будет. Այստեղ մարդիկ կան, Здесь есть люди, որ այնքան են զոհաբերել, что столько жертвовали, որ շատ բաներ այս եկեղեցում չէր կարող լինել առանց что իրար։ в этой церкви много не было, если бы их не было. Անկամ ես գիտեմ իրանց դժվարության մեջ է։ Даже я знаю, когда они в своих трудностях это Ուզում եմ делают. քեզ ասեմ Хочу սիրելի։ сказать тебе, Ով էլ возлюбленный, որ լինես, кто бы ты ни был, եթե դու քո սրտի մեջ если ты в своем համարում сердце, ես, որ դու Աստծո տան քարերից մեկն ես, ты решил, что ты один из камней в Доме Божьем, իմացի, знай, Աստված իր զորությունով է այցելում իր տանը։ Бог своей силой посещает свой дом. Աստված երկնքից է իջեցնում իր տան վրա օրհնությունը։ Бог с неба спускает благословение для своего Եվ дома. Աստված իր փառքն է ցույց տալիս իր տան մեջ։ И Бог свою славу показывает в своем Դե доме. հիմա պատկերացրա քո կյանքի մեջ ինչ կանի, А теперь представь, что в твоей жизни Он сделал. որովհետև դու ես Աստծո տուն։ Потому что ты Дом Божий. Եվ հավատալ ապետ սրա։ И верить нужно этому. Չհավատաս այն դժվարություններին, որ հանդիպում ես սիրելիս։ Не верь в те трудности, которые ты встречаешь. Եթե դու Աստծո տան քարն ես, Если ты камень в Доме Божьем, նախ եւ առաջ չդադարես քար լինել։ прежде всего не переставай быть камнем. Որովհետև ես տեսել եմ մարդիկ, որ եղել են քարի պես։ Потому что я видел людей, которые были как камни, Հիմա ոնց որ կողքից լինեն։ а сейчас как будто они со стороны. Ոչինչ, թող ուրիշները քար Ну լինեն։ ничего, пусть другие будут Չէ, камнями. դու քո տեղը ունես սիրել։ Нет, ты имеешь свое Քո место. տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել։ Твое место никто не может занять. Այդ քարի տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել։ Никто не может занять место этого Ո՞վ камня. հասկանում ինչ եմ ասում։ Кто понимает, что я Բայց եթե говорю? դու այդ քարն ես, Но если ты этот камень, իմացի, знай, դու Աստծո այցելությունը միշտ ապրելու ես։ ты всегда будешь переживать Божье Որովհետև посещение. Աստված ապրում է իր տան մեջ։ Потому что Бог живет в своем доме. Ամեն, հոգևոր Ամին։ բաներ եմ խոսում Я սիրելիս։ говорю духовные вещи, Բայց դա իրականություն но է։ это реальность. Որովհետև
տեսել եմ արդիկ, Потому что я видел որ людей, այդքան էլ չեն մտածում, որ իրանք պետք է Աստծո տան քարերից մեկը լինեն։ которые не настолько думают быть камнем в Доме Божьем. Իրանց համար մի տեղ գծված քար են։ Они где-то для себя камни где-то на стороне. Ես մի քարոզ ունեմ քարերի մասին։ У меня есть проповедь о камнях. Ինձ թվում է մի օր պետք է քարոզել։ Я думаю, что в один день буду об этом говорить. Երևի վերջի անգամ 20 տարի առաջ եմ քարոզել։ Последний раз, наверное, лет 20 назад я проповедовал. Գիտես կան ծանր քարեր, Есть тяжелые камни, կան թեթև քարեր, есть легкие камни, կան մեծ քարեր, есть Большие. маленькие, большие, маленькие, կա փոքր քարեր։ есть маленькие камни. Ուզում եմ քեզ ասեմ, Хочу сказать, երբ որ փոքր քարը մի կողմա շպրտած, когда маленький камень, он где-то на стороне, իրան հեշտ է հետ բերել։ его легко вернуть. Երբ որ ծանր քարն է հերու շպրտվում, Когда тяжелый камень, его откидывают, իրան շատ դժվար է отбрасывают. հետ բերել։ Его тяжело вернуть. Եղիր մեծ քար, Будь большим камнем, բայց երբեք շպրտված մի եղիր։ но никогда не будь выброшенным. Դու պետք ես Աստծուն Ты սիրել։ нужен Богу. Մի մտածի քո պրոյեկտները ավելի կարևոր են։ Не думай, что твои проекты, они важнее. Ինչն է այդ քարերին շպրտում մի կողմ։ Что эти камни отбрасывает? Ոնց որ արդեն այդ քարոզն եմ քարոզում։ Как будто я уже эту проповедь проповедую. Սա էլ ասեմ անցնեմ առաջ, Я это скажу и двинусь дальше. երբ որ իր անձնական պրոյեկտները շատանում են։ Когда его личные проекты, они увеличиваются. Դրա մեջ կյանք չկա, В этом нету жизни. կյանք Աստծո տան մեջ է։ Жизнь в Доме Божьем. Ամեն, Аминь. ամեն։ Ունեցի քո պրոյեկտները Имей սիրել։ свои проекты. Թող շատանան, Их пусть будет թող много. բարգավաճեն։ Пусть они процветают. Հիսուսի անունով թող Во բարգավաճեն имя քո Иисуса пусть պրոյեկտները, процветают твои проекты. բայց Աստծո տան քար եղի սիրել։ Но будь камнем в Доме Божьем. Հալելույա։ Հալելույա։ Ամեն, Аминь. ամեն։ Փառք մեր Աստծուն։ Слава нашему Богу. Կարող ենք նվագել Արծուն ջան։ Այսօր մենք աղոթելու ենք։ Сегодня мы будем молиться. Գիտես ինչու։ Знаешь почему? Որովհետև За что? Աստված նոր օրհնություն ունի Почему? Потому что Бог имеет новое իր благословение ժողովրդի համար։ для своего народа. Հենց դրա համար է ուզում որ մենք Քրիստոսի պրոյեկտին մասնակից Поэтому լինենք։ хочет, чтобы мы были участниками проекта Христа.